Այո, ամենաթողությունը, այսպես ասած, գողական բարքերի առկայությունն է բանակում, որ այդպես էլ չի վերացել։ Ես անձամբ մի քանի նման գործերով մասնակցում եմ որպես տուժողների ներկայացուցիչ եւ կարող եմ ասել, որ մենք հստակ անգամ ցուցմունքներ ունենք, որ վկաները մատնանշում են ինչ-որ անձի, ով բանակում որպես նայող է հանդես եկել։ Այս խնդիրը այդպես էլ չի վերացել, բացի այդ նաև կա այսպիսի զուգադիպություն, ես իհարկե գտնում եմ, որ դա զուգադիպություն չէ, կոռուպցիոն որոշակի ռիսկերի հետ եմ դա կապում, այդ մասին տարիներ շարունակ իրավապաշտպաններն ու փաստաբանները խոսել են, մահվան գործերով, մահվան դեպքերով բանակում զինվորները, չգիտես ինչու, մահանում են արձակուրդ գնալուց առաջ կամ հետո։ Այս խնդիրը առկա է եւ ես դա կապում եմ որոշակի, ինչպես նշեցի, կոռուպցիոն ռիսկերի հետ եւ կարծում եմ, որ կոռուպցիան բանակում նույնպես չի վերացել։ Եվ ձախողված քննություններն են, այդ գործերի ծանրակշիռ մասը քննությունները ձախողվում են, որակում են որպես ինքնասպանություն, մինչդեռ բազմաթիվ փաստեր են լինում, փորձաքննության եզրակացություններ, որոնք ակնհայտորեն հերքում են ինքնասպանության վարկածը, մինչդեռ նախաքննական մարմինը այդպես համառորեն այդ ինքնասպանության վարկածը առաջ է տանում։ Կարծում եմ, քանի այս խնդիրները բանակում նույնպես անպատժելիությունը չի վերացել, այդ գողական, քրեական ենթամշակույթին հատուկ բարքերը չեն վերացել, քանի այս ամենը չի վերացել, այդ խնդիրները լինելու են։